Հաշվառնելով այն հանգամանքը, որ Տրամպը որ եկավ իշխանության եւ գնում է աննախադեպ ջերմացում Տրամպի վարչակազմի եւ Ռուսաստանի միջեւ, հասկանալի այդ իրավիճակում Փաշինյանը իր վտանգն է տեսնում, որտեղ կարող է պատահել, որ այնպես ինչպես որ Բայդենը թռավ իր պաշտոնից, այնպես ինչպես որ process-ը գնում է ամբողջ Եվրոպայում մեկ, ինքը կարող է պրոբկայպես թռնի արդեն Հայաստանից, որովհետեւ այդ process-ը մենակ Տրամպով չի սկսվել եւ չի ավարտվելու։ Այդ process-ը գնալ է Ֆրանսիայով, Գերմանիայով, այդտեսեք թե ինչ է կատարվում Կանադայի վարչապետը 3 աթոռը գրկած։ Ռումինիան տեսեք ռումինական Տրամպին ֆիզիկապես արգելեցին մասնակցել գալիք նախագահ ընտրություններում, սահմանադրական դատարանը որոշում կայացրեց իրեն արգելելու։ Նման բան հնարավոր չէր պատկերացնել։ Միացյալ Նահանգների փոխվարչապետ Վենսը իր ելույթով Մյունխենում հայտարարեց, որ փաստացի Եվրոպայում խախտվում են մարդու իրավունքները եւ քաղաքական ազատությունները սահմանափակված են։ Այսինքն ինքը ակնարկում է, որ ըստ էության Եվրոպան պետք է բացի փոխի իր ամբողջ վերնախավը։